Հնազանդվել Աստծո խոսքին։ Երբեմն դա այդքան էլ հեշտ չէ։ Դու կարդում ես նրա խոսքը, զգում ես, որ այն քեզ դիմում է, բայց ներսում կասկածներ են արթնանում։ Իսկ եթե չկարողանամ, իսկ եթե սխալվեմ, իսկ եթե մարդիկ ինձ չհասկանան, ես նույնպես կանգնած էի նույն տեղում։ Հրեշտակի խոսքը շփոթեցրեց ինձ, բառեր, որոնք փոխեցին իմ կյանքի ողջ ընթացքը։ Որդի պիտի ծնես, ու նրա անունը Հիսուս պիտի դնես։ Ես չէի հասկանում ինչ է լինելու, բայց գիտեի, թե ով է խոսում, եւ հնազանդությունը եղավ հենց անորոշության մեջ։ Իսկ դու ինչի առջև ես կանգնած այսօր։ Ինչ է Աստված ասում քո սրտին, ինչ է հորդորում նրա խոսքը քեզ։ Գուցե մի քայլ, որից վախենում ես, գուցե մի փոփոխություն, որին պատրաստ չես, գուցե մի կանչ, որը քեզ մեծ է թվում։ Մի մոռացիր, քո այոն կարող է դառնալ մի պատմության սկիզբ, որը Աստված արդեն պատրաստել է։ Դու քայլում ես ոչ թե անորոշության մեջ, այլ նրա ձեռքը բռնած, հստակ ճանապարհով։ Ոչ որովհետև ճանապարհը հարթ է, այլ որովհետև նրա ձայնը ճշմարիտ է։ Եվ եթե ուզում ես լսել այդ ձայնը, պարզապես բացիր Սուրբ Գիրքը։ Ժամանակն է հնազանդվելու Փրկչին։